չի։ Դա համար պետք է կապ ունենաս, հնարավորություն ունենաս, ծանոթություն ունենաս։ Առանց կապի հարց կարաս լուծես դու։ Հիմա դուք կարող եք Ամերիկայի հետ Չինաստանին, Ամերիկային, Ռուսաստանին։ Ես Չինաստանի հետ կոմունիստական կուսակցության հետ համագործակցում եմ արդեն 20 տարի, եթե դու չգիտես ասեմ։ Ռուսաստանի Եդինա Երասի հետ մենք համագործակցում ենք 20 տարի։ Շատ լավ, բայց խոսքը նրանց նաև համագործակցության մասին է, չէ՞։ Ինչ համագործակցություն։ Կողմերի Չինաստան, Ամերիկա, Ռուսաստան։ Նրանցից հասնում է ամենակ երաշխավորությունը, եթե ես ու Ալիևը պայմանավորում ենք, որ ինչ եղավ անցած լինի, համարենք պետք է չլներ, բայց այսօր մեր սահմանը մերն է, կոնը, ով խախտեց պետք է պատվի։ Արիստորանգներ կողքի պետություններն էլ իրենց երաշխավորությունը տածեն։ Այո, եթե դուք համաձայն եք, մենք համաձայն ենք, ով խախտեց պատժվել է։ Ես բարդ բան եմ ասում։ Ալիևի հետ պայմանավորվել է, նախաստորագրել է, կարծում եք դա թույլ է, փխրուն է, հա, եւ ամեն րոպե կարող է պատերազմ լինել։ Այսպես ներողություն, դու չես զգում, որ դա փխրուն է, դա ոչ կայուն բան է։ Զգում ես, թե չես զգում։ Դու հայ ես, դու որպես հայ, մայր, կին, դու ոնց ես պատկերացնում, դա ամուր է, ճազնությամբ ասա։ Դու հայ ես, մենք ստեղ ենք ապրում, ու ցեղը ստեղ է ապրում, դա կայուն է, ստաբիլ է, անվտանգություն է։ Խաղաղությունը երաշխավորացա, դու պատկերացնում ես երաշխավոր, խաղաղություն կա թե ոչ։ Ձեզ ինչն է։ Ներողություն, Գայանե ջան։ Ուզում ասել ինչն եք հասկացել։ ասում ենք Լավ, քեզ բրամու հարցը Մակարյան ջան, դու այսօր որպես լրագրող, դու համոզված ես որ կա։ Ինձ ասա, կա ես ապացուցում եմ։ Այդ բոլոր հարցերը մենք էլ ենք տալիս, մեզ էլ է հետաքրքիր Մակարյան ջան, ես քեզ եմ տալի, եղբայր ջան, դու ես հայ։ Քեզ ասում եմ, դու համոզված ես որ կա խաղաղություն։ Պատասխանի։ Ինչի՞ Եթե թուղթ չկա, բա ինչ պետք է լինի։ Պետք է թելադրանք կա։ Պետք է ինքը պահանջը դնի, պահանջը չկատարես կռիվա լինելու։ Ես խի հողերը հետ չի գնում։ Խի մեր գերիները չեն գալի։ Խի մեր հայրենակիցները չեն գնում իրաց։ Տալիս ենք ես, մեզ էլ է ուզում այդ հարցերը։ Ուզում ես, ուրեմն ոնց որ ես, Վար Մակարյան, ոնց որ ես հնես դու։ Գապ չունի, ինչ հարց ուզում ես դու։ Ծառուկյանը ի վիճակի է պատասխանել, ճիշտ կետարկետ, ոնց մտածում եմ, ոնց պատկերացնում եմ։ Գայանե ջան, արդեն հարցերը ավարտեցի։ Մեր քաղաքապետ պարոն Ավետիսյանը Եթե այնպես ստացվի, որ դիմադիր ուժերը չստանան այնպիսի մեծամասնություն, որ իշխանություն կազմեն, իսկ Նիկոլ Փաշինյանը ունենա ձեր ձայների կարիքը, դուք կմիանաք Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, բացառում եք Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը։ Որտեվ ես Նիկոլ Փաշինյանին հրապարակում, որ բոլորը սպասում էին արդարությանը, սկզբունքին, ես եմ կանգնել իր կողքին, ժողովրդի հետ հրապարակում։ Հիշում եք, թե չեք հիշում։ Ու դրա համար ձեզ քննադատում են, այո, հիշում եք։ Գնացել եմ Մակարյան ջան հրապարակ, Փաշինյանի հետ միասին, ասել եմ, որ ժողովուրդ ջան, այսօր մեզ պետքա փոփոխություն, որ դուք ում եք ձեր ձայնը տալու, ասել եմ, հիմա եթե YouTube բացեք կա, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, որտեղ դեմքերը հետ երեքն էին, թե Նիկոլ Փաշինյան, բոլորը գոռացել են Նիկոլ Փաշինյան, ասեմ ձեր ցավը տանեմ, ինչե վերջ կանգնում են, Նիկոլ Փաշինյանը ուտում ենք վարչապետ, ասում էր, որ ժողովուրդը դա տուգանելու մատերիալ չի, Ղարաբաղը դա Հայաստանն է ու վերջ, ու ասում են, որ ինք եկել է հող տալու համար, ասում էր ով տա, ես իմ ինչ վերջը, մենք եղանք իրանց հետ գործընկեր, նորմալ, մեր մասով դրեցինք Իր ասածները մենք չկատարեցինք, որտեղ դա անընդունել էր։ Անմիջապես ինչ որ ասում եմ, դու գնա կարդակ, իմանաս Գայանե ջան։ Ու դրեց հրապարակում մեր նախարարին հանեց, ճիշտ է Մակարյան։ Հոկտեմբերի 2-ին էր կարծեմ։ Իրա ցավն էլ տանեմ հանեց, այսօր մենք պատասխանատու չենք, չէ՞ ղացի համար։ Բայց մի փոխվարչապետ ունեք, որ ձեր քրոտ այով էր, մհերը։ Փոխվարչապետը դա կուսակցական չի եղել, անկուսակցական, պրոստը գնահատել եմ իր խելքը, իր ամեն ինչը աշխատանքը Հիմա գոհ եք, ոնց եք մտածում, որ ինքը մնաց, շարունակեց մնալ։ Դե մանա շարունակեց մնալ, որ վատնել վաղուց հանել էին, ցավը տամ, դա անհրաժեշտ էր, քանի որ կուսակցական չէր, մնացել։ Բացառում եք Փաշինյանի հետ որևէ համագործակցություն ընտրություններից հետո։ Լավ, քեզ Գայանե ջան, ցավը տանեմ, էլի քեզ հարգում եմ, քեզ մի հատ հարց տամ։ Մենակ կլնես դու իմ հետ անկեղծ։ Դե նայած ինչ հարց եք տալիս։ Բայց դու հայ չես ասում ինչ հարց ես։ Անկեղծ։ Ես ինչ հարց պետք է չտամ։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի վարչապետ է։ Խոսքերա տվել, ասելա ինչ անելու։ Մինչև այսօր կա իր ասածներից մեկ արած լինի։ Ինձ ասա, քու ճակատը պաչեմ գնամ, արելա։ Ո՞ր չի արել, էլ նորից ձեր եմ տալու, որ ինչ անի։
մի հարց էլ ես Միրհան Պողոսյանի հետ համագործակցությունը ինչու չստացվեց կներես ինչ որտեղ ինքը հայտարարեց որ աջակցում ածես բայց տպավորություն որ պետք է դաշին կազմի ինքը ցուցակում լինի իրենից մարդիկ լինեն իր կուսակցությունից բայց չեղավ իր ցանկությունը որ մարդը լիարժեք հայտարարել է իր ցավը տանը բայց ասենք թե հիմա եթերի մեջ չեն խոսացել մենք դաշինք չէ թուղթ չենք ստորել ձեր չի շփում չի եղել ձեր եւ Միրհան Պողոսյանի կամ Մոսկվայում ձեր օրինակ ներկայացուցիչներ իր հետ հանդիպեն մենք Մոսկվայում ներկայացուցիչ չունենք մենք ներկայացուցիչ ոչ պարոն Մակարյան բայց եթե մարդը ցանկացել է նախընտրել է որ հույսակապ է մերկուս ես միայն արդեն երկու չի պայմանավորել Հարա չի կա հարց տալի ընդամենը հերու կա Եղբայր ես ես հարգեցի ու ցավը տանեմ պատասխանեցի անկես մարդկային զրույցեր չէ Հավաքի ես այլ ինֆորմացիա ունեի դրա համար հետաքրքիր հարցի պատասխանեցի որտես խոսա ինքը ռոսկի տակ Մոսկվայ կարելի է խոսել կամ ես իմ հերախոս ես չեմ բամ մարդ ուղարկեք ո՞զ լավ է այսինքն դու չես հավատում Հավատում եմ, բայց այսինքն դժվար չի, չէ՞, ձեր ընկերներից մեկի հերոսով խոսել։ Մենք չենք խոսել։ խոսել։ Մենք չենք խոսել, եղբայր ջան, ոչ մի բան չենք պայմանավորվել, հիմնական իմ հետ շատ ասենք թե մարդիկ, ովքեր ասենք տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, ակադեմիկներ, դոկտորներ, պրոֆեսորներ, տնտեսագետներ, որ հիմնական զգալով, որ կարող են կազմակերպել միասնական ու իրենց նպատակը ոչ թե պաշտոնն է, այլ ասում են մեր համար պետությունն է, ոչ թե մանդատն է, այլ արդյունքն է, որ զգում եմ ես ճիշտ ուղղության վրա ենք, որ մարդիկ այսօր պետք է միասնական լինեն, որ այս վիճակից դուրս գան, Մակարյան ջան։ Էս է հիմնական հարցը։ Ուղղակի հերքում են ասում են չէ՞ բան չկա ամեն ինչ լավ է համագործակցելու են դրա համար ես ինֆորմացիա ունեի որ ոնց որ չի ստացվել Քո ինֆորմացիաները պետք է նորից չստացավ դուք հաստատեցիք հիմա որ Ես ասում եմ ես եթե բան լիներ ոչ չեմ հրաժարվում կասեի ավելի լավ մեծ բանակ ունեն մեծ կոլեկտիվ ունեն բայց իմ հետ էս խոսակցություն չի եղել Պարոն Զարուհյան մի ճշտում եմ դուք ինչ եք կարծում իշխանությունը պիտի ինչպես Ռուսաստանի նախագահներ ասել վերջնականապես կողմնորոշվեն ԵԱՏՄ-ի մնալու հետ կապված Հիմա քեզ քանի որ ավելի շատ ինֆորմացիա ունես, քոչապ ոչ մեկը չունի։ Առանց չեմ չափազանցնում։ Քոչապ ինֆորմացիա ունի։ Շատ լավ, պարոն Զարուհյան։ Ով կկարանք մենք այսօր ամսական 180-160 միլիոն Ռուսաստանից տրանսֆեր է գալի, ճիշտ է թե ոչ։ Որ մեր ժողովուրդը կարողանա ապրի։ Մեր երկրից միրգ, կոնյակ գինի տարեկան 3 միլիարդի գնման դեր, որ դա փակվեց։ Գյուղատնտեսություն փակվա, գինեգործությունը փակվա, կանագործությունը փակվա։ Դա Եվրոպան չեն կարողանալ ուղարկել։ Աշխատող ուժը մենք ունենք մոտ 5-700 հազար հայ, որ գնում է խոպան, աշխատում է իր տունը փողա բերում բայ, որ դրանք չգնացին։ Ինչ ենք անելու, գազը դարավ Եվրոպայի գնին, 600-800 դոլար, ինչ ենք անելու։ Ձեր ցավը տանեմ, մի հատ Եվրոպան եկավ օդի մեջ Մակրոնը այսօր կա, վաղը չկա, նա արդեն 7%-անոց մարդ է։ Հիմա Մակրոնի վրա մենք հույս ենք դնում, ինքը իր երկրում 7% չի ընտրվելու։ Մենք հույսը ում վրա ենք դնում։ Իսկ դուք Ռուսաստանի հետ ո՞նց եք պատկերացնում մեր հարաբերությունները։ Օրինակ ոնց որ Բելարուսն ու Ռուսաստանն են, թե ուրիշ այլ կերպ եք պատկերացնում։ Արդեն հարած սաղ ժողովուրդը ինձ ասում, Ձեզ քննադատում որ Բելարուսին չեք քննադատում, երբ որ ես հարցեցի Փաշինյանի Զելենսկու մասով, ասում է հեն Ծառուկյանն էլ ձեզ ակնարկեց, որ ինչի իր անկերնա Բելարուսի մասով չի ասում, որ Ադրբեջանին աջակցել է մի անգամ։ Մի րոպե։ Ինչ հարց է եղել, որ Լուկաշենկոն պատրաստել է Հայաստանի համար։ 100 անգամ ասել եմ, կարակ Անդրանիկին Քոչարյանին հարցրեք, ասել եմ ինչ զենք պետքա տալիս է, հարցրեք, ասել եմ թե չէ, որ չեն դիմե։ Բայց օգնել է Ալիևին։ Ախր ջան, նան էլ օգնում մեզ, ես ասում եմ, ասել եմ, որ Բելային ձերբակալել էին, որ պետք է ուղարկեին Ադրբեջան։ Կես բերան ասել եմ իմ հայնա, խնդրում եմ սխալագործ է, պատժեք թող մնա Բելարուսայում։ Ասա այս հայրեն ենքան եմ հարգում սիրում, հարց չկա, հանլե ասա, տար Հայաստան։ Արել է։ Իշխանության ինքը ավելի շատ նժարը կթեքի տիպի Հայաստանի կողմը քան Ալիևի, ինչ է կարծում ձեր կապերի շնորհիվ։ Թույլ ավարտեմ տղա ջան։ Արեց տվեց փաստաց եմ ասում, չէ։ Գնացի իմ հայրենակցին լրագրողին, որ դու էլ քո համար էի գալու։ Հայա։ Իմ սիրտը ցավում է, հայի պատիվ իմ պատիվն է։ Գնացել եմ ու սաղ մանթովիճակ բերել եմ, ճիշտ է թե ոչ։ Հիմա նույնը, որ դու այսօր ասում ես բանը Լուկաշենկոն, ամբողջ այն համայնքը Բելարուսիայում, որ ցանկանում էր եկեղեցի կառուցել։ Կես բերան, քաղաք ասել եմ ասնա հայրի ցավը տանեմ, հեկտարով տվել է կենտրոնում, քաղաքի կենտրոնում։
Նա հայրին սիրում է, հայրի համար կանգնած է, ասում եմ Քոչարյան ադանք ասա կարանք զենք վերենք, ասում եմ թուղթը գրեք, ինչ ուզեք։ Ցավը տանեմ չի կարելի։ Այսօր Իդեպ ասում եմ որ ձեր որդուն էլ այնտեղ ինքն է այսպես նաև իր հովանու ներքո է մնում ինքը տեղակել չի, որ իմ տղան այնտեղ է, տղայիս հարցը մի անգամ նորից ասեմ, բարձաբանեմ հանրություն իմանա, որ ասում են կրակել է տղաս, տենց բան գոյություն չունի։ Ով որ կրակել է, զենքը տարի հանձնել է, 3 փամփուշտ պակած, ասել է որ կենթաներ մոտ դուրս եկե, որ օդ է կրակել, վրանց վրա չհարցակվեր։ Տվածա ցույցում են դե։ Տղայիս հետ եղել են 5 հոգի, որ 5-ն էլ այսօր դուրս են, բաց թողած են։ Բա ինքը ինչի չի գալիս, ի՞նչ նախանտիրա։ Ուզում եք ինձ ցավացնեն, եղբայրան, գան որ ասենք Սարուկյան, սենց պետք է լիսենս լինի, որ գան նստել, ես իրենց ասածները չեմ անելու, եղբայրան, ես մարդ եմ, եթե այս տարիքին որտեղ մտնում եմ, սա հավատում են, խոնարհվում են, ասում են քո խոսքը գործ է եղել, ամենակարևորը դա պայլում պահպանեմ։ Շնորհակալություն, վերջացրեցինք։